Ռազմաճակատից եկող լուրերը նույնիսկ չլռեցրին նրա մահվան բոթը։ Արտակ Մովսիսյանի մահվան լուրը տարածվեց մեկ նախադասությամբ, հայագիտությունը կրեց մեծ կորուստ։ Արտակ Մովսիսյանը պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչն էր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Այն սերը, որ պակասել է մեր մեջ, ու այդ հավատը, որ պակասել է մեր մեջ, այդ հավատն ու սերը վերականգնված լինի։ Պատմաբանները, հայագետներն ու նրան ճանաչողները նկատեցին 3 տասնյակից ավելի գիտական հոդվածների, պատմության դասագրքերի, պատմագիտական գրքերի ու պատմական ֆիլմերի հեղինակը կիսատ թողեց բազում գործեր։ Իր թագադրությունից շուրջ 2 տասնամյակ անց Տիգրանը պետք է կառուցեր իր աշխարհակալության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Վերջին շրջանում Արտակ Մովսիսյանը հատկապես մտահոգ էր կրթական նոր չափորոշիչներն ու պատմության դպրոցական դասագրքերի նոր բովանդակությունը հանգիստ չէին տալիս։ Դասագիրքը սկսում է ներածությունից հետո ինչ կարծիք եք հայոց պատմություն ինչ թեմայով կարող է սկսել։ Ասենք հայ ժողովրդի ծագում, նախնադարը Հայաստանում, չէ, վաղ պետակ միանգամից 9-րդ դար Քրիստոսից առաջ Ուրարտու։ Արտակ Մովսիսյանը մահացել է COVID-19-ից, նա 50 տարեկան էր։